Երբ հատուկ ծառայության աշխատակիցները մտան վարչապետի նախկին աշխատասենյակ, նրանք հայտնաբերեցին ինչ-որ բան, ինչը չպետք է գոյություն ունենար։ Հրակայուն պահարանի խորքում, երկաթե երկրորդ հատակի տակ, մոխրագույն թղթապանակ, կողպված 3 կապարագույն կնիկներով։ Ներսում 100 անուն։ 100 ընտանիք, որոնց պիտի փրկվեին, երբ Հայաստանը կանգնած էր անդունդի եզրին։ Այն կրում էր կոդ, նախագիծ Արարատ, եւ գոյություն ուներ ընդամենը 3 պատճեն։ Բայց ինչու այս ցուցակը ոչնչացվեց այն օրը, երբ ամեն ինչ փլվեց։ Ով էր պետք, որ չկարողանար իմանալ։ Այս 3 տասնամյակ անց մենք դեռ չգիտենք պատասխանները։ Բայց այսօր առաջին անգամ այդ մարդիկ, որոնք ստեղծել էին ցուցակը, որոշել են խոսել։ Կտրել են լռությունը, որ պահել էին ավելի քան 30 տարի։ Այնինչ նրանք պատմում են, ապակեցուցում է, որ մենք երբեք չենք ճանաչել իրական Ֆեդեյ Սարգսյանին։ Որովհետև բոլորս իրականում ապրում էինք 2 աշխարհում միաժամանակ։ Մեկը, որտեղ մեզ խոստանում էին փրկություն, մյուսը, որտեղ 100 ընտանիք արդեն ունեին տոմսերը դեպի հաջորդ կյանք։ Խոսեք ձեր հարևանի հետ այն օրերի մասին։ Հիշեք, ինչպես էր գիշերները անջատում էլեկտրականությունը, երբ ձմեռը քարացնում էր սենյակները։ Հիշեք հացի հերթերը, որտեղ մարդիկ սառում էին 6 ժամ շարունակ։ Հիշեք երեխաների աչքերը, որոնք սովածություն էին տեսել։ Այն ժամանակ, երբ այդ ամենը տեղի էր ունենում քաղաքում, Ֆեդեյ Սարգսյանի գրասենյակում մարդիկ նստում էին գերագույն գաղտնիության ժողովներին։ Քննարկում էին ոչ թե ինչպես փրկել երկիրը, այլ ինչ 10 տոննա ոսկի անհրաժեշտ է թռիչքի համար։ Քննարկում էին, որ երկրները կընդունեն նրանց ավտոմատ։ Քննարկում էին, որքան գումար բավական է 6 ամսվա ապահով կյանքի համար օտար հողում։ Որքան փող արժե վարչապետի ընտանիքի անվտանգությունը։ Այժմ պատկերացրեք, դուք ծառայում եք իշխանությանը, որը երդվել է պաշտպանել ժողովուրդը մինչև վերջին շունչը։ Բայց մի օր ձեզ ասում են, եթե ամեն ինչ անկարգ լինի, դուք եւ ձեր ընտանիքը կլինեն այն 100-ի թվում։ Ձեր երեխաները կարող են քնել անվտանգ, երբ այլ երեխաներ կմնան այրվող քաղաքում։ Ձեր մայրիկը կստանա բժշկական օգնություն, երբ հազարավոր հիվանդանոցային մահճակալները կլինեն դատարկ։ Դուք կազատվեք դժոխքից, միայն դուք եւ ձեր սիրելիները։ Ինչ կընտրեիք։ Լռություն եւ անվտանգություն, թե ճշմարտություն եւ մահվան վտանգ։ Արդյոք նրանք գիտեին, որ վարչապետի ուժերը արդեն պատրաստում էին տարհանման երթուղին։ Արդյոք նրանք ընկալում էին, որ ստորգետնյա բունկերները, որոնք կառուցվել էին պաշտպանության համար, փաստորեն դարձել էին փախուստի ճանապարհներ։ Մի վայր, որտեղ իշխանությունը կարող էր անհետանալ, երբ հրկիզվեն փողոցները։ Ահա թե ինչու այդ ցուցակը պահվել է նույնքան խոհեմությամբ, որքան ատոմային բանալիները, երբ իրենք արդեն գիտեին 100 տեղ են միայն։ Այս հարցերը սառեցնում են արյունը։ 2 տարի առաջ նախկին գաղտնի ծառայության օպերատորը համաձայնեց անվանազերծ հարցազրույց տալ։ Մենք չենք ասի նրա անունը, բայց նա աշխատել է անմիջապես Սարգսյանի անվտանգության համակարգում։ Նա իր ձեռքում պահել է այդ ցուցակի պատճենը միայն 3 օր, բայց այդ 3 օրը փոխեց նրա ողջ կյանքը։ Նա ասաց, որ երբ բացեց առաջին էջը, աչքերը ճիշտ գրված էին հայերեն եւ ռուսերեն լեզուներով։ Ազգանունները, հասցեները, մեքենաների համարները։ Նույնիսկ արյան խումբը յուրաքանչյուր ընտանիքի անդամի համար։ Կարծես նրանք արդեն նախապես որոշել էին, թե ով արժանի է ապրելու, ասաց նա։ Կարծես մենք արդեն բաժանված էինք, արժանավորներ եւ անարժանները։ Քանի անգամ մենք տեսել ենք նրանց հեռուստատեսության էկրաններին երդվում առ ժողովուրդը։ Քանի անգամ լսել ենք խոստումները փողոցներում։ Մենք կմնանք մինչև վերջ։ Մենք չենք լքի Հայաստանը։ Մենք կմեռնենք այստեղ, եթե անհրաժեշտ լինի։ Բայց այդ բառերի հետևում գտնվում էր մի փաստաթուղթ, որը ճշմարտությունը պատմում էր այլ լեզվով։ Փախուստի լեզվով, տարհանման լեզվով, ընտրության լեզվով։ Որովհետև ինչպես կասեք ժողովրդին, որ նրանց առաջնորդները արդեն գրել են իրենց փրկության սցենարը, երբ դուք դեռ հույս էիք տալիս, որ փրկությունը գալիս է բոլորի համար։ Նախկին գաղտնի աշխատակիցը նաև պատմեց մի պահի մասին, որը երբեք չի մոռանա։ Մի լրիվ գիշեր նա լսեց 2 բարձրաստիճան պաշտոնյաների խոսակցությունը գրասենյակի դռների հետևից։ Նրանք խոսում էին բավականաչափ բարձր ձայնով, որ բառերը կարելի էր լսել։ Առաջինը հարցրեց. Արդյոք մարդիկ կիմանան ցուցակի մասին։ Երկրորդը պատասխանեց. Եթե իմանան, կսպանեն մեզ բոլորիս, դեռ մինչև հասնելը օդանավակայան։ Ապա երկուսն էլ լռեցին։ Երկար լռություն։ Հետո նույն ձայնը ավելացրեց. Բայց նրանք չեն իմանա։ Մենք ենք վերահսկում ամեն ինչը։ Լսելով է ձեզ համար։ Սա ոչ թե տեսությունն է, ոչ թե խորհրդանիշը։ Սա մի մարդ է, ով էր այնտեղ, ով տեսել է, ով գիտի անունները,
Անուններից շատերը այսօր դեռ կենդանի են եւ հարուստ ապրում են օտար երկրներում։ Նա չի կարող դրանք հրապարակել, որովհետև դեռ վախենում է։ Վախենում է, որ նույնիսկ այսքան տարիներ անց այդ մարդիկ ունեն ուժը հասնել նրան։ Բայց նա համաձայնեց պատմել մեզ, թե ինչ տեսավ, որովհետև նրա խիղճը չկարողացավ ավելի լուռ մնալ։ Արդյոք նրանք արդարացված էին։ Արդյոք իրավունք ունեին պահպանել ցուցակը գաղտնի։ Հիմա խոսենք այն մասին, որ արդյոք դա պատահականություն էր։ Երբ վերջապես ամեն ինչ փլվեց, երբ իշխանությունը կորավ, մեկ մարդ ստացավ ամեն ինչ։ Նա ստացավ վերահսկողությունը բանկերի վրա։ Նա ստացավ հողերը, որոնք առաջ պատկանում էին պետությանը։ Նա ստացավ շինությունները, օդանավակայանի մասնաբաժինները, նավթային համաձայնագրերը։ Մի մարդ, որի անունը կար այդ ցուցակում 5-րդ հերթին։ Պատահականություն է այս։ Խորենք միասին։ Եթե դուք գիտեիք, որ իշխանությունը կընկնի, ինչ կանեիք։ Կսպասեիք, որ բարեբախտությունը հասնի, թե նախապես կապահովեիք, որ ձովեիք, որ ձեր անունը լինի ցուցակում։ Եթե դուք գիտեիք, որ փողոցներում հրդեհ է սկսվելու, միայն 100 մարդ կփրկվի, դուք ինչ կտայիք լինելու այդ 100-ի մեջ։ Գումար, ոսկի, հողատարածություններ, քաղաքական հավատարմություն։ Այո, քաղաքական հավատարմություն։ Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ այն մարդիկ, որոնց անունները եղան ցուցակում, ունեին 2 հատուկ բան։ Առաջին, նրանք բոլորը վերահսկում էին փողի հոսքը, կամ բանկային համակարգում, կամ արտաքին առևտրում, կամ ռազմական ծախսերի բյուջեում։ Երկրորդ, նրանք բոլորը լռելիային համաձայնվեցին ոչ մի հարց չտալ։ Նրանք չմարտահրավերեցին Սարգսյանին, նրանք չպահանջեցին թափանցիկություն, նրանք ընդունեցին խաղի կանոնները։ Որովհետև ակնհայտ էր, որ միայն լռելիային հավատարիմ մարդիկ արժանի էին տեղ ունենալ փրկության ճամփորդության մեջ։ Իսկ այն մարդիկ, ովքեր հարցեր էին տալիս, նրանք վերացվում էին ցուցակից։ Մի նախկին նախարար, ով խոսել էր համարձակ ժողովում, քննադատելով վարչապետի վարչությունը։ Մեկ շաբաթ անց նրա անունը չկար ցուցակում։ Մի ռազմական գեներալ, ով կասկածում էր վարչապետի կողմից ուղղված որոշումներում։ 2 շաբաթ անց նրան տեղափոխեցին հեռավոր սահմանային գոտի։ Երբ վերջապես վտանգը մոտեցավ, նա չգիտեր ոչինչ ցուցակի մասին։ Նա ձգվեց այնտեղ, որտեղ կրակը առաջինը հասավ։ Այս ամենը ցույց է տալիս, որ ցուցակը ոչ միայն փրկության ուղի էր, այն նաև վերահսկողության գործիք էր։ Եթե դուք ցանկանում էիք փրկվել, դուք պետք է լռեիք։ Եթե դուք ուզում էիք, որ ձեր երեխաները ապրեն, դուք պարտավոր էիք չտեսնել այն, ինչ տեղի էր ունենում ձեր աչքերի առաջ։ Կեղծ հաշվեկշիռները, կեղծ հաշվետվությունները, պատերազմի ռեսուրսների մասին, փողի անհետացումը արտասահմանյան հաշիվներում։ Ամեն ինչ տեսնել, բայց ոչինչ չասել։ Սա է եղել գինը անվտանգության համար։ Երբ տնտեսագետներն ուսումնասիրեցին ֆինանսական հոսքերը այդ տարիներից, նրանք հայտնաբերեցին, որ մոտավորապես $2 միլիարդ անհետացել է պետական բյուջեից։ 2 միլիարդ։ Ուր գնաց այդ գումարը։ Մի մասը գնաց զենք գնելու։ Այո, բայց մեծ մասը ուր։ Որոշ փորձագետներ ասում են արտասահմանյան բանկեր, օֆշորային հաշիվներ, անշարժ գույք օտար մայրաքաղաքներում, պատրաստություն անհայտ դառնալու համար։ Եվ այո, այդ անշարժ գույքի սեփականատերերը 100 ընտանիք, հենց նույն անունները ցուցակից։ Արդյոք ողջ տնտեսության փլուզումը եղել է պատահական, թե մտածված։ Որովհետև եթե դուք ուզում եք հեռանալ առանց հետքերի, ամենալավ պահը այն է, երբ ամեն ինչ այրվում է։ Երբ փաստաթղթերը ոչնչանում են հրդեհներում, երբ բանկային համակարգերը խափանվում են, երբ ոչ ոք չի հետևում, թե ով ինչ է վերցնում, որովհետև բոլորը փորձում են փրկել իրենց կյանքը։ Այդ քաոսի մեջ 100 ընտանիք անհետացան։ Մի մասը օդանավներով, մի մասը ծովով, մի մասը հողային սահմանների միջով։ Եվ ոչ ոք չնկատեց, մինչև չափազանց ուշ էր։ Հարցը չէ, թե արդյոք նրանք ունեին իրավունք փրկվել։ Հարցը ներծն այն է, արդյոք նրանք վաստակել էին այդ իրավունքը, թե նրանք գողացել էին այն ժողովրդից, որը վստահել էր իրենց։ Եվ ամենակարևոր հարցը, արդյոք նրանցից որևէ մեկը երբևէ կպատասխանի այն, ինչ արել է։ Յուրաքանչյուր երեկո, երբ Երևանի փողոցները սառում էին մութ մեջ, երբ մայրերը փորձում էին հավաքել վերջին կտորը հաց իրենց երեխաների համար, Արման Գևորգյանը նստում էր իր աշխատասենյակում և տեսնում էր ճշմարտությունը, որը չէր կարող ասել ոչ ոքի։ Նա աշխատում էր վարչապետի գրասենյակի կապի վարչության մեջ, մարդ, ով համակարգում էր բոլոր գաղտնի հաղորդակցությունները։ Յուրաքանչյուր հեռախոսազանգ, յուրաքանչյուր ռադիոհաղորդագրություն, յուրաքանչյուր գաղտնագրված հաղորդագրություն անցնում էր նրա ձեռքերով։
Եվ մի գիշեր, երբ նա պարզապես անում էր իր աշխատանքը, նա պատահաբար լսեց մի զրույց, որը փոխեց ամեն ինչ։ Երկու բարձրաստիճան պաշտոնյա խոսում էին բունկերի մասին, ստորգետնյա անցումների մասին, տարհանման երթուղիների մասին, եւ այդ ցուցակի մասին, 100 ընտանիք, ովքեր արդեն ունեին իրենց տեղերը։ Արմանի ձեռքերը սկսեցին դողալ, նա որոշեց չասել ոչ մեկին։ Ինչու՞։ Որովհետև հաջորդ առավոտ նրան կանչեցին վարչապետի անձնական օգնականի մոտ։ Այդ մարդը նայեց նրան երկար ու լուռ, ապա ասաց. «Դուք լավ աշխատակից եք, Արման Գևորգյան։ Մենք գնահատում ենք ձեր հավատարմությունը»։ Հետո դարձրեց մի թուղթ դեպի նրան։ Թուղթը, որի վրա գրված էր նրա անունը, նրա կնոջ անունը, նրա երկու երեխաների անունները, բոլորը ցուցակում։ «Դուք մեր թիմում եք», ասաց օգնականը, «բայց հիշեք, լռությունը կարևորագույնն է»։ Արմանը նայեց թղթին, տեսավ իր ընտանիքի անունները եւ զգաց, թե ինչպես է նրա հոգին բաժանվում երկու մասի։ Մի կեսը ուզում էր աղաղակել. «Սա անարդարություն է, ինչ է դառնում մնացած մարդկանց հետ»։ Մյուս կեսը շշնջում էր. «Քո երեխաները կապրեն, սա միակ կարևորն է»։ Նա ընտրեց լռելը։ Նա վերցրեց թուղթը, պահեց այն իր պայուսակի ներսում եւ երբ տուն վերադարձավ, համբուրեց իր կնոջը, առանց նրան ասելու ճշմարտությունը։ Ինչպես կասես քո սիրելիներին, որ նրանք կփրկվեն միայն այն պատճառով, որ մյուս հազարավոր մարդիկ կլքվեն։ Արմանը սկսեց տեսնել այլ աշխարհ։ Երբ նա լսում էր վարչապետի ելույթները ռադիոյում, երբ Սարգսյանը խոստանում էր «Մենք չենք լքի մեր ժողովուրդը», Արմանը գիտեր, որ այդ բառերը սուտ էին։ Երբ նա տեսնում էր հացի հերթերում մարդկանց, ովքեր սառչում էին ձմեռային քամու տակ, նա գիտեր, որ այդ մարդիկ երբեք չեն իմանա, որ վարչապետի աշխատակիցները արդեն ունեն ավիատոմսերը, արդեն ունեն արտասահմանյան փասպորտները, արդեն ունեն օֆշորային հաշիվները։ Նա հասկացավ, որ նա ապրում է կրկնակի կյանքով։ Մեկ կյանք, որտեղ նա հայտնվում է իր հարևանների հետ, ժպտում, խոսում ընդհանուր վտանգի մասին։ Մեկ այլ կյանք, որտեղ նա գիտի, որ նրա ընտանիքը արդեն ունի փախուստի ծրագիրը։ Այդ կրկնակիությունը սկսեց սպանել նրան ներսից։ Մի օր Արմանի դուստրը հարցրեց նրան. «Հայրիկ, արդյոք մենք կկորչենք, եթե պատերազմը գա»։ Նա նայեց իր երեխային, նրա մեծ աչքերին եւ ուզեց ասել ճշմարտությունը։ Ուզեց ասել. «Ոչ, դու չես կկորչես, որովհետև քո հայրիկը վաճառեց իր խիղճը։ Քո հայրիկը ընտրեց քեզ կյանքը մյուսների անմեղության դիմաց»։ Բայց փոխարենը նա ասաց. «Մի վախեցիր իմ սիրելիս, մենք պաշտպանված ենք»։ Եվ այդ պահին նա հասկացավ, որ դարձել է մաս այն համակարգի, որը նա ատում էր։ Դարձել է մաս սուտին, դարձել է մաս արդարացման, որը թույլ է տալիս իշխանությանը թողնել ժողովրդին մահվան մեջ։ Ինչպես ապրել այդ իմացությամբ։ Ինչպես նայել հայելուն ամեն առավոտ, երբ գիտես, որ քո անվտանգությունը կառուցված է մարդկանց զոհաբերության վրա, ովքեր նույնիսկ չգիտեն, որ նրանք արդեն դատապարտված են։ Եվ ամենավատը, նա գիտեր, որ նա ոչ միակն էր։ 100 ընտանիք նշանակում էր մոտավորապես 100 մարդ, ովքեր ամեն օր ապրում էին նույն սուտի հետ։ 100 մարդ, ովքեր տեսնում էին իրենց հարևանների տառապանքը եւ գիտեին, որ իրենք չեն տառապի նույն ճակատագիրը։ 100 մարդ, ովքեր պահպանում էին լռությունը, որովհետև լռությունը նշանակում էր ապրել։ Արդյոք նրանք բոլորը միասին կարող էին արդարացնել այս ընտրությունը։ Արդյոք գոյություն ունի արդարացում, որը կարող է հավասարակշռել այս ճշմարտությունը։ Բայց ցուցակը մենակ գաղափար չէր։ Նա ուներ ֆիզիկական տարածություն, ուներ իրական տեղ։ Երևանի տաք խորը ստորգետնյա համակարգում գոյություն ունեին բունկերներ, որոնք կառուցվել էին դեռ խորհրդային ժամանակներում։ Բայց հիմա տասնամյակներ անց այդ բունկերները վերածվել էին մեկ այլ բանի։ Ոչ թե պաշտպանության վայրի, այլ փախուստի ճանապարհի։ Անցումներ, որոնք տանում էին անմիջապես դեպի օդանավակայան։ Անցումներ, որոնք հասնում էին սահմանային գոտիներ։ Անցումներ, որոնք կարող էին տանել 100 մարդկանց դուրս քաղաքից առանց որևէ մեկի նկատելու։ Եվ այդ բունկերները արդեն ուներ ամեն ինչ պատրաստ։ Սնունդ, որը կարող էր սնուցել 100 ընտանիքի 3 ամիս։ Ջուր, բժշկական պարագաներ, շոգենավի համազգեստներ, արտաքին երկրների փաստաթղթեր, նույնիսկ փող, տարբեր արժույթներով։ Ամերիկյան դոլար, գերմանական մարկ, շվեյցարական ֆրանկ։ Ամեն ինչ, ինչ անհրաժեշտ էր սկսելու նոր կյանք այլուր։ Նախկին ճարտարապետ, ով աշխատել է այդ անցումների վրա, պատմեց մեզ, որ նրա թիմին պահանջվել էր ստորագրել գաղտնիության համաձայնագիր նախքան սկսելը։ Նրանք չիմացան, թե ինչի համար են կառուցում այդ համակարգը։ Նրանց պարզապես ասվեց. «Սա պաշտպանական ենթակառուցվածք է, որպեսզի պաշտպանենք իշխանությունը ռմբակոծումների ժամանակ»։ Բայց երբ ճարտարապետը տեսավ, թե ինչ է իրականում նախագծված, նա հասկացավ, որ սա ոչ թե պաշտպանության համար է, սա փախուստի ծրագիր է։
Անցումները չէին տանում խորը բանկեր, որտեղ կարող էիր անվտանգ լինել ռմբակոծումներից, ասաց նա։ Դրանք տանում էին ձումային դուրս, տանում էին դեպի ազատություն։ Նա հիշում է, որ երբ նա հասկացավ ճշմարտությունը, փորձեց հարցնել իր վերադասին։ Վերադասը նայեց նրան սառը աչքերով եւ ասաց. «Դուք կառուցում եք այն, ինչ մենք պահանջում ենք։ Ձեր աշխատանքը չէ հարցնել ինչու»։ Մեկ շաբաթ անց ճարտարապետին տեղափոխեցին մեկ այլ նախագիծ, հեռու Երևանից։ Երբ նա հարցրեց, թե ինչու, նրան ասացին. «Դուք չափազանց շատ եք տեսնում»։ Այդ անցումների մեջ կային հատուկ սենյակներ, որտեղ պահվում էին անձնական իրերը յուրաքանչյուր ընտանիքի համար։ Հագուստ, որ հարմար էր արտասահմանյան կլիմայի համար։ Անձնագրեր եւ ճանապարհորդական փաստաթղթեր, որոնք արդեն լրացված էին եւ կնքված էին։ Նույնիսկ լուսանկարներ, որոնք պետք է լինեն այդ փաստաթղթերում։ Ամեն ինչ մտածված էր մանրամասնորեն։ Ամեն ինչ պլանավորված էր տարիներ առաջ։ Պատերազմը դեռ չէր սկսվել, շրջափակումը դեռ չէր սկսվել, բայց այդ անցումները արդեն պատրաստ էին։ Սարգսյանի աշխատակիցները արդեն իմացել էին, որ մի օր ամեն ինչ կփլվի, եւ նրանք պատրաստվել էին օգտագործել այդ համակարգը, երբ ժամանակը գա։ Բայց ամենադաժան ճշմարտությունը այն է, որ այդ բունկերները կառուցվել էին ժողովրդի հարկերից։ Այն փողը, որը պետք է օգտագործվեր դպրոցներ կառուցելու համար, հիվանդանոցներ վերանորոգելու համար, հացի արտադրանք ապահովելու համար, այդ փողը գնաց ստորգետնյա ճանապարհներ կառուցելու համար, որոնք պիտի օգտագործեին միայն 100 ընտանիք։ Պատկերացրեք, մինչդեռ հիվանդները սպասում էին հիվանդանոցներում առանց տեղերի, վարչապետի թիմը ծախսում էր միլիոնավոր դոլարներ իրենց փախուստի երթուղիների համար։ Մինչդեռ երեխաները տառապում էին սովից, պաշտոնյաները լցնում էին բունկերները ճոխ սննդով։ Մինչդեռ ընտանիքները սառչում էին առանց էլեկտրականության։ Բունկերները ունեին ջեներատորներ, որոնք կարող էին աշխատել ամիսներ շարունակ։ Ով վճարեց այս ամենի համար։ Ովքեր են իսկական զոհերը այս պատմության մեջ։ Նույն ճարտարապետը պատմեց, որ նա մի անգամ խմբավորվել էր մի խումբ շինարարների հետ բունկերի ներսում։ Նրանք կերակրում էին եւ նստում էին այնտեղ, երբեմն գիշերը, եթե աշխատանքները ուշացել էին։ Մի գիշեր նրանցից մեկը ասաց. «Արդյոք մենք երբևէ կունենանք իրավունք օգտագործել այս տեղը, երբ վտանգը գա»։ Բոլորը լռեցին։ Ապա մեկ ուրիշը պատասխանեց. «Մենք շինարարներն ենք։ Մեր աշխատանքն է կառուցել, ոչ թե օգտագործել»։ Ճարտարապետը ասաց, որ այդ պահին նա զգաց ամենածանր ճնշումը իր կրծքավանդակի վրա։ Նրանք կառուցում էին մի վայր, որը երբեք չէր լիմի նրանց համար։ Նրանք ստեղծում էին փրկության երթուղի այլ մարդկանց համար, իսկ իրենք պիտի մնային դրսում, երբ դռները փակվեին։ Արդյոք այս արդար է։ Արդյոք մարդիկ, ովքեր ստեղծել են փրկությունը, չունեն իրավունք օգտվել դրանից։ Աստիճանաբար Սարգսյանի վարքագիծը փոխվեց։ Մարդիկ, ովքեր աշխատել էին նրա հետ տարիներ շարունակ, նկատեցին, որ ինչ-որ բան տարբեր էր։ Նա դարձավ կասկածելի։ Նա սկսեց տեսնել հավաստի դավաճաններ ամենուր։ Նա սկսեց փոխել իր անձնական պահապանները ամեն 2 շաբաթ, որովհետև վախենում էր, որ նրանք կարող են գնվել։ Նա վերադասավորեց իր մոտակա աշխատակիցներին, եթե նրանք հարցեր էին տալիս։ Նա դադարեցրեց հանդիպումները այն մարդկանց հետ, ովքեր իրեն ծանոթ էին երիտասարդության ժամանակից, որովհետև նրանք կարող էին հիշել, թե ով էր նա մինչև դառնալը վարչապետ։ Նա ուզում էր մոռացնել բոլոր կապերը իր անցյալի հետ։ Նա ուզում էր լինել ոչ ոքի չպարտավոր։ Մի նախկին պաշտպանիչ, ով ծառայել է Սարգսյանին 6 տարի, պատմեց, որ վերջին տարում վարչապետը սկսեց պահանջել, որ նրա ուտելիքը փորձարկվի յուրաքանչյուր անգամ մեկ այլ մարդու կողմից, նախքան նա կերակրելը։ Նա սկսեց պահանջել, որ նրա ջուրը բերվեր փակ շշերում, որոնք նա անձամբ բացնում էր։ Նա դադարեցրեց ընդունել այցելուներին առանց նախապես ստուգելու նրանց մետաղ դետեկտորով։ Նա վախենում էր թունավորումից, վախենում էր սպանությունից, վախենում էր դավաճանությունից։ Պաշտպանիչը հիշում է մի օր, երբ վարչապետը մոտեցավ նրան եւ հարցրեց. «Կարող եմ վստահել քեզ»։ Պաշտպանիչը պատասխանեց. «Այո, պարոն վարչապետ, դուք միշտ կարող եք վստահել ինձ»։ Սարգսյանը նայեց նրան երկար ժամանակ, ապա շրջվեց եւ գնաց, առանց ասելու որևէ այլ բան։ «Այդ պահին ես հասկացա», ասաց պաշտպանիչը, «որ նա չի կարող վստահել ոչ մեկին, նույնիսկ ինձ, որ 10 տարի եմ ծառայել նրան»։ Սարգսյանն սկսեց ստեղծել շերտեր իր շուրջը։ Ներքին շերտ միայն 3 մարդ, ովքեր իմացան բոլորն։ Միջին շերտ մոտավորապես 10 մարդ, ովքեր իմացան որոշ բաներ, բայց ոչ ամբողջությամբ։ Արտաքին շերտ բոլոր մյուսները, ովքեր կարծում էին, որ ծառայում են վարչապետին, բայց իրականում ծառայում էին միայն իրենց սեփական կուրության մեջ։ Յուրաքանչյուր շերտ չգիտեր, թե ինչ է գիտեմ հաջորդ շերտը։ Յուրաքանչյուր շերտ մտածում էր, որ նա ամենամոտն է իշխանությանը,
բայց ճշմարտությունն այն էր, որ Սարգսյանը չվստահեց ոչ մեկին։ Նույնիսկ ներքին շերտը, նույնիսկ այդ 3 մարդը չգիտեին ամբողջական պատկերը։ Նա պահպանում էր փոքր գաղտնիքներ նույնիսկ նրանցից, քանի որ նա ապրում էր մի աշխարհում, որտեղ ամեն մարդ պոտենցիալ թշնամի էր։ Ինչու այսքան վախ։ Որովհետև Սարգսյանը գիտեր, թե ինչպես է ինքը հասել իշխանության։ Նա հասել էր դավաճանությունների միջոցով, գաղտնի գործարքների միջոցով, նեղ անցքերի միջոցով։ Նա գիտեր, որ մարդիկ, ովքեր օգնել էին նրան հասնել գագաթին, կարող էին նույն հեշտությամբ մղել նրան դեպի անդունդ։ Նա գիտեր, որ այն համակարգը, որ նա ստեղծել էր, հիմնված էր վախի եւ հավատարմության վրա։ Եվ երբ վախը վերանում է, հավատարմությունը նույնպես կորում է։ Այդ պատճառով նա պահպանում էր վախը ողջ ժամանակ։ Նա ստիպում էր իր մարդկանց վախենալ, որպեսզի նրանք մնան հավատարիմ։ Բայց ժամանակի ընթացքում նա ինքն սկսեց վախենալ նրանցից։ Մի նախկին նախարար, ով հեռացվել է պաշտոնից, պատմեց, որ Սարգսյանը մի անգամ ասաց նրան. «Վստահությունը թուլություն է»։ Մարդը, ով վստահում է, կորցնում է վերահսկողությունը։ Նախարարը հիշում է, որ այդ բառերը հնչեցին այնպես, կարծես դրանք ստացվել էին զառամյալ փորձառությունից։ Կարծես Սարգսյանը անձամբ ապրել էր դավաճանությունը եւ արդեն երբեք չէր կարող տարել իրեն վստահելու աստիճանին։ Ես նայեցի նրա աչքերին, ասաց նախարարը, եւ տեսնում էի, թե ինչքան է նա հոգնած։ Հոգնած վախից, հոգնած կասկածից, հոգնած պարանոիկ մտածողությունից։ Բայց սա չէր փոխել ոչինչ։ Սարգսյանը շարունակեց վախենալ, շարունակեց կասկածել, շարունակեց պաշտպանել ինքն իրեն հավերժ թշնամիներից։ Եվ այդ վախը վերածվեց նրա բնութագրին, դարձավ նրա ինքնությունը, դարձավ միակ բանը, որն ազգում էր իրական։ Արդյոք նա սխալվեց։ Արդյոք նրա պարանոյան իրավացի էր, թե հենց այդ վախը ստեղծեց այն իրականությունը, որը նա այդքան վախենում էր։ Պատկերացրեք, դուք եք մեկը այն 12 մարդկանցից, ովքեր գիտեին բոլոր Սարգսյանի մասին։ Յուրաքանչյուր բժշկական գաղտնիք, յուրաքանչյուր փախոստի ծրագիր, յուրաքանչյուր գաղտնի անցում Երևանի տակ։ Դուք նստում եք գիշերային ժողովներում, որտեղ բոլորը խոսում են շշուկներով։ Քննարկում եք ոչ թե ինչպես փրկել երկիրը, այլ ինչպես փրկել ձեզ։ Քննարկում եք, թե որ դեսպանատունը կկայացնի համաձայնագիր ընդունելու 100 ընտանիք։ Քննարկում եք, թե որ բանկը անվտանգ է պահելու փոխանցված միլիոնները։ Եվ ամեն օր դուք տեսնում եք, թե ինչպես են փողոցներում մարդիկ հավաքվում հացի համար, եւ ամեն օր դուք հասկանում եք, որ դուք ապրում եք երկու աշխարհում միաժամանակ։ Մեկում սովածություն, սառը, մահ։ Մյուսում պատրաստված ավիատոմսեր, օֆշորային հաշիվներ, երաշխավորված անվտանգություն։ 1991 թվականի հոկտեմբերին այդ 12 մարդը կատարեցին ընտրություն, որը փոխեց Հայաստանի պատմությունը։ Ինչ ստիպեց նրանց դավաճանել իրենց առաջնորդին։ Նրանցից յուրաքանչյուրը հավաքվեց մի ծածուկ վայրում, հին խորհրդային բունկերից մեկում, որտեղ տաք էր եւ լույս կար, երբ քաղաքում սառչում էին հազարավորները։ Հավաքին ներկա էին միայն այդ 12-ը։ Ոչ պահապաններ, ոչ ավագ տեսուչներ, ոչ անձնական օգնականներ։ Միայն 12 մարդ, ովքեր պահում էին ամենածանր գաղտնիքը։ Նրանք խոսեցին 3 ժամ շարունակ։ Ոմանք ասացին. «Մենք պարտավոր ենք պաշտպանել վարչապետին, նա մեր երդումն է»։ Ուրիշներ պատասխանեցին. «Բայց ինքը արդեն մեզ դավաճանեց, նա պատրաստվում է լքել ժողովուրդը, եւ մենք դառնում ենք նրա համակիցները»։ Երկար լռություն։ Ապա մեկն ասաց բառերը, որ փոխեցին ամեն ինչ։ «Եթե մենք չընտրվենք հիմա, մենք կմեռնենք նրա հետ միասին»։ Այն գիշեր նրանք համաձայնվեցին բացահայտել ցուցակը լրագրողներին, համաձայնվեցին փոխանցել փաստաթղթերը օտարերկրյա դեսպանատաններին, համաձայնվեցին պատմել ճշմարտությունը, նույնիսկ եթե դա նշանակում էր իրենց սեփական կործանումը։ Մեկը նրանցից, որի անունը մենք չենք կարող հրապարակել անվտանգության պատճառներով, ասաց մեզ հետագայում. «Այն գիշեր մենք բոլորս գիտեինք, որ ստորագրեցինք մեր սեփական մահապարտության դատավճիռը»։ Նրանք հասկանում էին, որ Սարգսյանը կբռնի նրանց, եթե իմանա։ Հասկանում էին, որ իշխանության անվտանգության ծառայությունները կհետապնդեն նրանց։ Հասկանում էին, որ նրանց ընտանիքները կվտանգվեն։ Բայց նրանք նաև հասկանում էին մի այլ բան, որ եթե լռեն, նրանք դառնում են մաս ցեղասպանության մեջ։ Ոչ ֆիզիկական ցեղասպանության, այլ բարոյական ցեղասպանության։ Ցեղասպանության, որտեղ դու տեսնում ես մահը եւ ոչինչ չես անում։ Տեսնում ես արդարադատության փլուզումը եւ մնում ես լուռ։ Այդպիսի կյանքը նրանց համար անտանելի էր։ Անտանելի, քան մահը։ Դրա համար էլ նրանք ընտրեցին խոսել։ Բայց ավելի շատ մարդիկ գիտեին։ Նախքան այդ 12-ը որոշեցին դավաճանել, ուրիշներ արդեն սկսել էին կասկածել։
3 հոգի վարչապետի անձնական պահապանների թիմից նկատեցին, որ ինչ-որ բան տարբեր էր, ինչ-որ փոփոխություն, որը չէր կարող բացատրվել։ Պահապաններից մեկը, որին կանչենք Վահե, հիշում է միայն մի պահ։ 1991 թվականի սեպտեմբերին, երբ նա պահակում էր վարչապետի աշխատասենյակի մոտ, նա տեսավ 2 բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր մտան ներս գիշերային ժամին, երբ սովորաբար ոչ ոք չէր աշխատում։ Վահեն մտածեց, թե ինչու այսքան վաղ է հանդիպումը։ Նա մոտեցավ դռանը եւ լսեց ձայները ներսից։ Մեկը ասում էր. «Արդյոք մենք կհասցնենք ժամանակին»։ Մյուսը պատասխանեց. «Եթե չհասցնենք, կմնանք այստեղ ողջ մնացածի հետ»։ Վահեն չհասկացավ, թե ինչի մասին էր խոսքը, բայց նա զգաց սառը ալիք, նրա մարմինը սառեցնող։ Ինչ-որ բան պատրաստվում էր տեղի ունենալ, ինչ-որ բան, որից բացառված էին նրանք, պարզ պահապանները։ Վահեն սկսեց հետևել։ Նա նկատեց, որ յուրաքանչյուր շաբաթ գիշերները որոշակի մարդիկ մտնում էին վարչապետի շենք, պարզապես հին թղթապանակներով։ Երբեմն 5 մարդ, երբեմն 7, երբեմն 10։ Միշտ նույն դեմքերը, միշտ նույն հուսահատ արտահայտությունը աչքերում, միշտ նույն լրջությունը, երբ նրանք անցնում էին նրա կողքով։ Վահեն փորձեց հարցնել մի գերագույն պահապանին. «Ինչ են անում այդ մարդիկ այնտեղ յուրաքանչյուր գիշեր»։ Պահապանը նայեց նրան սառցաշիտ աչքերով եւ ասաց. «Դու պարզապես պահապան ես, պահիր դուռը եւ մի հարցրու»։ Բայց Վահեն չկարողացավ դադարեցնել հարցնելը։ Նա սկսեց խոսել մյուս պահապանների հետ, ովքեր նույնպես նկատել էին տարօրինակ բաներ։ Եվ աստիճանաբար նրանք հավաքեցին որոշակի փաստեր։ Փեր։ Փաստ 1. Որոշակի մարդիկ ստանում էին հատուկ անցագրեր բունկերներ մտնելու համար։ Փաստ 2. Որոշակի ընտանիքներ արդեն տեղափոխել էին իրենց արժեքավոր իրերը անվտանգ վայրեր։ Փաստ 3. Որոշակի անուններ կրկնվում էին տարբեր ցուցակներում, որոնք պատահաբար անցնում էին նրանց ձեռքերով։ Երբ Վահեն հասկացավ ճշմարտությունը, նա գնաց տուն եւ չկարողացավ քնել ողջ գիշեր։ Նա պառկած էր մահճակալում, աչքերը բացված նայելով առաստաղին, եւ միտքը մի բան միայն. «Ես պաշտպանում եմ մարդկանց, ովքեր պատրաստվում են լքել իրենց ժողովուրդը»։ Սառը զգացողություն։ Զգացողություն, որ ամեն ինչին նա հավատացել է, եղել է սուտ։ Նա ծառայել է համակարգին, որը դավաճանեց նրա ընտանիքին, դավաճանեց նրա ժողովրդին։ Հաջորդ առավոտ Վահեն գնաց աշխատանքի տեղ, բայց ինչ-որ բան փոխվել էր նրա ներսում։ Նա այլևս չէր պարզապես պահապան, նա դարձավ վկա։ Վկա այն ամենի, ինչ նա տեսել էր, լսել էր, հասկացել էր։ Եվ վկաները ունեն պարտականություն։ Պարտականություն պատմել ճշմարտությունը, նույնիսկ երբ դա վտանգավոր է։ Արդյոք այդ 12 մարդը եղան հերոսներ, թե նրանք պարզապես փորձում էին փրկել իրենց սեփական խիղճը, գիտենալով, որ արդեն ուշ էր։ Եվ ահա ֆիզիկական ճշմարտությունը։ 1991 թվականին Ֆադեյ Սարգսյանը 76 տարեկան էր։ 17 տարի իշխանության մեջ։ 17 տարի, որտեղ նա չննջեց բավականաչափ, չուտեց կանոնավոր, չհանգստացավ երբեք։ Նրա մարմինը սկսեց ցույց տալ այդ կինը։ Նրա մազերը, որոնք 15 տարի առաջ եղել էին գորշագույն, դարձել էին ամբողջությամբ ձյունագույն։ Նրա դեմքը, որը երբեմն հարթ էր եւ երիտասարդ, հիմա ծածկված էր խորը կնճիռներով։ Յուրաքանչյուրը պատմում էր մի պատմություն սթրեսի, վախի, լարվածության մասին։ Նրա թիկունքը կորացել էր, եւ նա քայլում էր ավելի դանդաղ, կարծես յուրաքանչյուր քայլ նրան ցավեցնում էր։ Նրա աչքերը, որ երբեմն լի էին կրքով եւ համոզմունքով, հիմա տեսնվում էին հոգնած եւ դատարկ։ Կարծես նա արդեն տեսել էր չափազանց շատ եւ այլևս չէր ուզում տեսնել ավելին։ Նրա անձնական բժիշկը, ով երկար տարիներ սպասարկել է նրան, պատմեց, որ Սարգսյանը տառապում էր բարձր ճնշումից, սրտի արիթմիայից եւ քրոնիկ անքնությունից։ Նա վերցնում էր դեղեր ամեն օր, մի խումբ դեղեր, որոնք պահում էին նրան կենդանի, բայց նաեւ դարձնում էին նրան կախված։ Բժիշկն ասաց, որ Սարգսյանը երբեմն զանգում էր նրան կեսգիշերին, խնդրելով ավելի ուժեղ հանգստացնող դեղեր, որովհետև նա չէր կարող մտքերը անջատել։ Նա միշտ մտածում էր, ասաց բժիշկը։ Մտածում էր, թե ով կկարողանա դավաճանել նրան, մտածում էր, թե ինչպես կարող է փախչել, մտածում էր, թե ինչ կլինի, եթե ամեն ինչ փլվի։ Այդ մտքերը փորում էին նրան ներսից։ Ոչ թե հիվանդությունը սպանում էր նրան, այլ վախը։ Վախը, որը դարձել էր նրա հաստատուն ուղեկիցը։ Բժիշկը պատմեց մեկ այլ բան, որը փակ պահվել է տասնամյակներ։ 1991 թվականի ամռանը Սարգսյանն ունեցավ հանկարծակի սրտի նոպա։ Ոչ լուրջ, բայց բավականաչափ, որ վախեցնի բոլորին։ Այդ օրից սկսած բժիշկը պարտավոր է լինել միշտ հասանելի 24 ժամ մեջ։
Այդ օրից սկսած նրանք պահում էին դեֆիբրիլատոր վարչապետի աշխատասենյակում, պատրաստ պահի համար։ Այդ օրից սկսած Սարգսյանը գիտեր, որ նրա մարմինը դավաճանում է նրան։ Նա կարող էր վերահսկել ժողովուրդը, կարող էր վերահսկել իշխանությունը, բայց չէր կարող վերահսկել իր սեփական սիրտը։ Եվ այդ ճշմարտությունը փոխեց ամեն ինչ։ Նա հասկացավ, որ ժամանակը վերջանում է։ Հասկացավ, որ եթե նա պետք է փախչի, նա պետք է անի այն շուտով։ Հեանի այն շուտով։ Հասկացավ, որ մարմինը չի սպասի հավերժ։ Ֆիզիկական փոփոխությունները ազդեցին նաև նրա որոշումների վրա։ Նրա աշխատակիցները նկատեցին, որ նա դարձավ ավելի անկայուն, ավելի հուզական, ավելի անկանխատեսելի։ Մի օր նա կարող էր շնորհակալ լինել որևէ մեկին, հաջորդ օրը կարող էր նույն մարդուն աքսորել հեռավոր գյուղ։ Նրա տրամադրությունը փոխվում էր ինչպես քամին, անկանխատեսելի եւ վտանգավոր։ Մարդիկ սկսեցին խուսափել նրանից, որովհետև չգիտեին, թե ինչ տրամադրությամբ կգտնեն նրան։ Բայց ամենավատը այն էր, որ Սարգսյանն ինքը գիտեր, որ նա կորցնում է վերահսկողությունը։ Նա տեսնում էր, թե ինչպես են մարդիկ հեռանում նրանից, տեսնում էր, թե ինչպես են նրանք նայում նրան վախով եւ ողորմությամբ, եւ այդ ողորմությունը վիրավորում էր նրան ավելի, քան ցանկացած դավաճանություն։ Արդեն չկար վարչապետը, ով երբեմն եղել էր ուժեղ եւ անսասան։ Հիմա կար միայն մի տարեց մարդ, ով պահում էր իշխանությունը միայն վախի միջոցով։ Պահում էր, որովհետև չէր կարող թողնել։ Չէր կարող թողնել, որովհետև իշխանությունը դարձել էր նրա ինքնությունն։ Առանց դրա նա չէր գիտեր, թե ով է։ Առանց դրա նա կլիներ պարզապես մի տարեց հիվանդ մարդ, որ սպասում է մահվան։ Եվ այդ ճշմարտությունը նրան սարսափեցնում էր ավելի, քան ցանկացած արտաքին թշնամի։ Արխիվներն էլ պատմում են մեկ այլ պատմություն։ Մի պատմություն, որը վարչապետի աշխատակիցները փորձել են թաքցնել։ 1991 թվականի դեկտեմբերին, հենց նախքան ամեն ինչի փլուզումը, անվտանգության ծառայությունները մտան պետական արխիվ եւ հրահանգ տվեցին հեռացնել որոշակի փաստաթղթեր։ Որոնք? Փաստաթղթեր Սարգսյանի բժշկական պատմության մասին, փաստաթղթեր նրա ֆինանսական գործարքների մասին, փաստաթղթեր նրա գաղտնի հանդիպումների մասին օտարերկրյա դիվանագետների հետ։ Ընդամենը 615 էջ։ 615 էջ, որոնք էջ, որոնք կարող էին բացահայտել ամբողջ ճշմարտությունը։ Բայց երբ արխիվարները սկսեցին հավաքել այդ փաստաթղթերը, նրանք հայտնաբերեցին, որ մի մասը արդեն անհետացել է։ Ո՞վ է վերցրել դրանք։ Երբ։ Ոչ ոք չգիտի պատասխանները։ Բայց մի բան ակնհայտ է, որ որոշակի մարդիկ արդեն նախապես սկսել էին ոչնչացնել հետքերը։ Սկսել էին ջնջել ապացույցները, որոնք կարող էին դատապարտել նրանց։ Մի նախկին արխիվար, ով աշխատել է այդ շենքում, պատմեց, որ երբ նրանք բացեցին պահարանները, որտեղ պիտի լինեին այդ փաստաթղթերը, նրանք գտան միայն դատարկ թղթապանակներ։ Դատարկ թղթապանակներ, որոնց վրա գրված էին համարները եւ ամսաթվերը, բայց ներսում ոչինչ չկար։ Ես տեսա 20 թղթապանակ, որոնք ամբողջովին դատարկ էին, ասաց արխիվարը։ 20 թղթապանակ, որոնք պիտի պարունակեին Սարգսյանի ամենակարևոր գաղտնիքները։ Նա հիշում է, որ երբ նա դարձավ եւ նայեց իր վերադասին, այդ մարդը հրահանգեց նրան. գրիր հաշվետվությունը, որ փաստաթղթերը հեռացվել են համաձայն պաշտոնական հրահանգի։ Արխիվարը հարցրեց. բայց դրանք հեռացվել են նախքան հրահանգը։ Վերադասը պատասխանեց. գրիր այն, ինչ ես քեզ ասում եմ։ Եվ այդպես սուտը դարձավ պաշտոնական ճշմարտություն։ Ինչու այդ փաստաթղթերը այդքան կարևոր էին։ Որովհետև նրանք ցույց կտային, թե ինչպես Սարգսյանը պատրաստվել է տարիներ շարունակ փախչելու համար։ Ցույց կտային, թե ինչքան գումար է նա տեղափոխել արտասահմանյան բանկեր։ Ցույց կտային, թե որ երկրները համաձայնվել են ընդունել նրան, եթե նա փախչի։ Ցույց կտային, թե ով են եղել այդ 100 ընտանիքները ցուցակում։ Եվ ամենակարևորը, ցույց կտային, թե ինչու նա ընտրեց հենց այդ մարդկանց։ Արդյոք դա հիմնված էր հավատարմության վրա, թե գումարի վրա, թե գաղտնիքների վրա, որոնք նրանք ունեին միմյանց մասին։ Այդ հարցերի պատասխանները այրվեցին այն օրերին, երբ պետական արխիվները դարձան մոխիր։ Եվ հիմա խոսենք իրական հարցի մասին։ Ով։ Ով էր այն մարդը, ով ստացավ ամեն ինչ, երբ Սարգսյանը փլվեց։ Նրա անունը Կարեն Աղայան։ 1991 թվականի դեկտեմբերի 21-րդի երեկոյան, երբ Երևանի փողոցներում արդեն սկսվել էր խուճապը, երբ մարդիկ փախչում էին իրենց տներից անհայտ ապագայի, վարչապետի ապարանք մտավ մի մարդ, ում ոչ ոք չարձանագրեց։ Պահապանները հետագայում պնդեցին, որ չեն հիշում նրան։ Տեսանկարահանող սարքերը, որոնք պետք է գրանցեին յուրաքանչյուր այցելուին, այդ երեկո հանկարծ անջատվեցին, ժամը 21-ից մինչև 23-ը։ 2 ժամ լիակատար մթություն։ 2 ժամ, երբ ինչ-որ մեկը խոսեց Սարգսյանի հետ, խոսակցություն, որը փոխեց ամեն ինչի ելքը։
Վարչապետի անձնական օգնականը, ով այդ ժամին պարտավոր էր լինել աշխատասենյակում, ստացավ հանկարծակի հրահանգ հեռանալ։ Բոլոր 100-ը, ովքեր սովորաբար պահպանում էին շենքը, այդ երեկո կրճատվեցին մինչև 15 հոգի։ Մնացածներին ուղարկեցին տուն, անծանոթ պատճառաբանությամբ։ Ո՞վ էր այդ մարդը։ Ինչու էր նա եկել հենց այդ գիշերը։ Ինչի մասին էին խոսում նրանք, երբ քաղաքը սկսեց այրվել փողոցներում։ Մի փրկված փաստաթուղթ, որը պատահաբար մնաց արխիվում, ցույց է տալիս, որ այդ այցելուի համար արդեն հատուկ պատրաստված էր անցագիր։ Անցագիր, որը թույլ էր տալիս նրան մտնել ստորգետնյա բունկերներ առանց որևէ հարցի։ Անցագիր, որը ստորագրված էր անձամբ Սարգսյանի կողմից 3 օր առաջ։ Սա նշանակում է, որ այդ հանդիպումը պլանավորված էր նախապես։ Սա նշանակում է, որ Սարգսյանը սպասում էր այդ մարդուն։ Սպասում էր այնպես, ինչպես մարդը սպասում է վերջին փրկությանը։ Բայց ինչպես կարող էր վարչապետը, ով վախենում էր բոլորից, ով չվստահում էր ոչ մեկին, ով փոխում էր իր պահապաններին յուրաքանչյուր 2 շաբաթը, թույլ տալ անծանոթ մարդու մտնել իր աշխատասենյակ առանց պահապանների։ Դա հնարավոր է միայն 2 պատճառով։ Կամ նա ճանաչում էր այդ մարդուն երկար ժամանակ, կամ այդ մարդը պահում էր գաղտնիք, որը կարող էր ոչնչացնել Սարգսյանին։ Նախկին անվտանգության աշխատակիցը, ով պահպանում էր այդ երեկոյան շենքի արտաքին պարիսպները, հիշում է մի տեսարան։ Մոտավորապես ժամը 22-ին նա տեսավ, թե ինչպես մի ավտոմեքենա մոտեցավ հետևի մուտքին։ Սև ավտոմեքենա, առանց համարանիշների։ Մարդ, ով ելավ դրանից, կրում էր երկար վերարկու և գլխարկ, որը ծածկում էր նրա դեմքը։ Պահապանը ուզում էր մոտենալ և հարցնել նույնականացման փաստաթուղթը, բայց հենց նա սկսեց քայլել դեպի ավտոմեքենան, նրա ռադիոն հնչեց. «Մի միջամտիր, հրահանգ վարչապետից»։ Պահապանը կանգ առավ և նայեց, թե ինչպես այդ մարդը անհետացավ շենքի ներսում։ «Ես զգացի, որ ինչ-որ բան սխալ էր», ասաց նա հետագայում, ինչ-որ բան, որը պետք է փոխեր ամբողջ պատմությունը։ Բայց ես չէի կարող բան անել։ Ես պարզապես պահպան էի։ Ով կլսեր ինձ։ Հաջորդ առավոտ, երբ պահապանը վերադարձավ աշխատանքի տեղ, նրան տեղափոխեցին մեկ այլ վայր։ Երբ նա հարցրեց ինչու, նրան պատասխանեցին. «Քո ծառայությունները այլևս պետք չեն այստեղ»։ 2 ժամ անց, երբ այցելուն դուրս եկավ շենքից, վարչապետի աշխատասենյակի լույսերը դեռ վառված էին, բայց ներսից լսվում էր լռություն։ Սարսափելի լռություն, որը տևեց մինչև առավոտ։ Ոչ ոք չմտավ այդ սենյակ մինչև լույս։ Ոչ ոք չխաղաղեցրեց վարչապետին։ Ոչ ոք չտեսավ, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ այդ 2 ժամվա ընթացքում։ Բայց մի բան ակնհայտ է։ Երբ Սարգսյանը հաջորդ առավոտ դուրս եկավ իր աշխատասենյակից, նա այլևս նույն մարդը չէր։ Նրա աչքերում ավելի չկար հույս։ Նրա քայլերում ավելի չկար համոզվածություն։ Նա նայում էր ինչպես մարդ, ով հասկացել է, որ ամեն ինչ արդեն կորած է։ Ինչ ասաց այդ այցելուն նրան։ Ով էր նա, որ կարողացավ կոտրել վարչապետի վերջին պաշտպանությունը։ Արդյոք նա եկավ զգուշացնելու, թե սպառնալու, թե առաջարկելու վերջին գործարք։ 3 օր հետո ամեն ինչ հասկանալի դարձավ։ Կարեն Աղայանը, վարչապետի երկարամյա գործընկերը, մարդը, ով վերահսկում էր 2 խոշորագույն բանկերը և պետական բյուջեի մի երրորդը, հանկարծ հայտարարեց, որ հեռանում է երկրից։ Բայց այդ ամենը ստորագրվեց վարչապետի անձնական կնիքով։ Սա նշանակում է, որ Սարգսյանը գիտեր։ Ավելին, նա թույլատրեց։ Ինչու։ Ինչու վարչապետը, ով երբեք չի թույլ տվել որևէ մեկին հեռանալ առանց իր հրահանգի, հանկարծ տվեց ազատություն իր ամենահզոր գործընկերոջը։ Հետաքրքիրը այն է, որ Աղայանը չհեռացավ դատարկ ձեռքերով։ Նա վերցրեց իր հետ 4 տրակ վալիզներ լի փաստաթղթերով։ Փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս բոլոր ֆինանսական գործարքները, բոլոր գաղտնի համաձայնագրերը, բոլոր անունները ցուցակից։ Վարչապետի անվտանգության ծառայությունները դուրս ուղեկցեցին նրան օդանավակայան առանց ստուգելու վալիզները։ Նրանք նույնիսկ ապահովեցին հատուկ ինքնաթիռ, որը թռավ անմիջապես դեպի Զվեյցարիա։ Սա չէր հեռացում, սա էր պարգև։ Ինչու Սարգսյանը պարգևեց Աղայանին այդ ազատությունը։ Պատասխանը գտնվում է այն 2 ժամվա մեջ, երբ անծանոթ այցելուն եկավ վարչապետի ապարանք։ Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ այդ այցելուն էր Աղայանը։ Նա եկավ ոչ թե շնորհակալություն հայտնելու, նա եկավ ծահանջելու։ Նա ուներ ապացույցություններ, որոնք կարող էին ուղարկել Սարգսյանին բանտ հավերժ ժամանակով։ Փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս վարչապետի անձնական մասնակցությունը պետական հարստության գողությանը։ Փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես նա փոխանցեց միլիարդներ արտասահմանյան հաշիվներ։ Փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես նա անձամբ ստորագրեց հրահանգը, ստեղծելու ցուցակը 100 ընտանիքների, մինչդեռ մնացած երկիրը մերժված էր որևէ օգնությունից։
Աղայանը դրեց այդ փաստաթղթերը Սարգսյանի առջև եւ ասաց. «Կամ դուք ազատ թողնում եք ինձ այդ փաստաթղթերով, կամ ես հանրայնացնում եմ դրանք վաղը առավոտ»։ Եվ Սարգսյանը չունեցավ այլ ընտրանք։ Բայց դա միայն սկիզբն էր։ Աղայանը չբավարարվեց միայն փախուստով, նա ուզում էր վրեժ։ 3 շաբաթ հետո, երբ Սարգսյանը դեռ փորձում էր պահպանել իր իշխանությունը, Աղայանը Ժնևից ուղարկեց անանուն նամակներ 10 միջազգային լրատվամիջոցների։ Այդ նամակներում գտնվում էին բոլոր ապացույցները, բոլոր ֆոտոպաճենները, բոլոր բանկային հաշիվները, ամբողջ ճշմարտությունը։ Երբ այդ նամակները հրապարակվեցին, երբ ամբողջ աշխարհը տեսավ, թե ինչ էր իրականում կատարվել Հայաստանում, երբ մարդիկ սովեցին փողոցներում, վարչապետի վերջին պաշտպանական գիծը փլվեց, նույնիսկ իր ամենահավատարիմ աշխատակիցները սկիզբները սկսեցին հեռանալ նրանից։ Ովքեր դեռ մնացին միայն վախի պատճառով։ Բայց վախը չէր կարող պահպանել իշխանությունը, երբ ամբողջ երկիրը իմանում էր ճշմարտությունը։ Սարգսյանը փորձեց հերքել, փորձեց պնդել, որ փաստաթղթերը կեղծ են, փորձեց մեղադրել Աղայանին դավաճանության մեջ, բայց արդեն ուշ էր։ Արդարությունն արդեն դուրս էր եկել շշից։ Աղայանը պատմեց հետագայում մի հարցազրույցում, որը տրվեց 10 տարի անց. «Ես գիտեի, որ եթե ես չանեմ դա, նա կկործանի ինձ եւ իմ ընտանիքը։ Նա այնպիսի մի մարդ էր, որ երբեք չմոռանում էր եւ երբեք չներում էր։ Ես ունեի 2 ընտրանք. կամ սպանել նրան առաջ, քան նա սպանի ինձ, կամ բացահայտել նրա գաղտնիքները այնպես, որ նա այլևս չունենար ուժ վնասել ինձ»։ Աղայանն ընտրեց երկրորդը։ Նա դավաճանեց Սարգսյանին, օգտագործելով այն գործիքը, որը վարչապետն ինքը սովորեցրել էր նրան՝ գաղտնի տեղեկատվություն։ Նա հավաքեց 17 տարվա փաստաթղթեր, յուրաքանչյուր գործարք, յուրաքանչյուր սչուր սխալ որոշում, յուրաքանչյուր կոռուպցիոն սխեմա։ Եվ երբ եկավ ժամանակը, նա օգտագործեց այն ամենը, ինչ ուներ։ Նա դարձավ այն մարդը, ով տապալեց Սարգսյանին, ոչ թե զինվորական հարձակմամբ, այլ պարզապես ցույց տալով աշխարհին, թե ով էր իրականում վարչապետը։ Արդյոք սա արդար վրեժ էր, թե Աղայանն ինքը փորձում էր պումեր փրկել իր սեփական անունը, գիտենալով, որ նա նույնպես մաս էր այդ համակարգի։ 1991 թվականի դեկտեմբերի 27-ը սկսվեց որպես սովորական օր։ Սարգսյանը արթնացավ առավոտյան 7-ին։ Նրա անձնական օգնականը բերեց թեյ եւ թերթերը, ինչպես միշտ։ Վարչապետը նստեց իր գրասենյակում եւ սկսեց կարդալ հաղորդագրությունները։ Արտաքուստ ամեն ինչ սովորական էր, բայց ներսից նա գիտեր, որ այդ օրը լինելու էր վերջինը։ Նրա բժիշկը տեսել էր նրան նախորդ երեկո եւ նախազգուշացրել էր. «Ձեր սիրտը չի դիմանա ավելի լարվածության, դուք պետք է հանգստանաք»։ Բայց ինչպես կարող էր հանգստանալ, երբ ամբողջ երկիրը պահանջում էր նրա հեռացումը։ Ինչպես կարող էր քնել, երբ նա գիտեր, որ նրա նախկին ամենահավատարիմ գործընկերը բացահայտել է նրա բոլոր գաղտնիքները։ Ինչպես կարող էր շարունակել, երբ նա հասկանում էր, որ այլևս ոչ ոք չի վստահում նրան։ Ժամը 12-ին Սարգսյանը հավաքեց վերջին ժողովը իր մոտակա աշխատակիցների հետ։ Միայն 5 մարդ եկավ։ Այլոք հրաժարվեցին։ Որոշները պարզապես չհայտնվեցին։ Այդ 5 մարդը նստեցին սեղանի շուրջը եւ լռեցին։ Ոչ ոք չուզում էր սկսել խոսել։ Ոչ ոք չուզում էր նայել վարչապետի աչքերին։ Վերջապես Սարգսյանն ինքը խոսեց. «Արդյոք դուք դեռ ինձ հետ եք»։ Երկար լռություն։ Ապա մեկը, ամենահինը, պատասխանեց. «Մենք ձեզ հետ ենք, պարոն վարչապետ, բայց երկիրը ձեր դեմ է»։ Սարգսյանը կծու ժպտեց. «Երկիրը միշտ եղել է իմ դեմ», ասաց նա, «բայց ես ստիպել եմ երկիրը լռել»։ Հաջորդ մարդը, ավելի երիտասարդը, համարձակվեց ավելացնել. «Բայց հիմա լռությունը կոտրվել է։ Մարդիկ փողոցներում բողոքում են, դրանք պահանջում են ձեր հրաժարականը»։ Սարգսյանի դեմքը կարծրացավ. «Ես երբեք չեմ հրաժարվի», ասաց նա։ «Նրանք պետք է ինձ տանեն դուրս այս աթոռից, մեռած մարմնով»։ Ժամը 3-ին ապարանքը շրջափակվեց հազարավոր ցուցարարների կողմից։ Նրանք բղավում էին, պահանջում էին, սպառնում էին։ Սարգսյանի պահապանները սկսեցին նյարդայնանալ։ Նրանց հրահանգվեց չօգտագործել ուժ, բայց ամբոխը մոտենում էր։ Վարչապետի անձնական օգնականը մտավ գրասենյակ եւ ասաց. «Պարոն վարչապետ, մենք պետք է հեռանանք հիմա։ Բունկերներն արդեն պատրաստ են, մենք կարող ենք տեղափոխվել անվտանգ տեղ»։ Բայց Սարգսյանը թափահարեց գլուխը։ «Ոչ», ասաց նա, «եթե ես փախչեմ հիմա, ես կմնամ որպես վախկոտ։ Պատմությունը կհիշի ինձ որպես մարդ, ով փախավ իր ժողովրդից»։ Օգնականը փորձեց համոզել. «Բայց դուք կարող եք փրկվել։ Մենք ունենք ծրագիր, մենք ունենք երթուղի, մենք ունենք անվտանգ վայր ձեզ համար»։ Սարգսյանը նայեց նրան եւ ասաց բառերը, որոնք էին վերջինները. «Ոչ,
Ես մնում եմ այստեղ։ Ժամը 6-ին ամբոխը կոտրեց դռները։ Պահապանները փախան։ Մարդիկ մտան շենք փնտրելով վարչապետին, բայց Սարգսյանը չէր իր աշխատասենյակում, նա չէր բունկերներում, նա չէր հեռացել գաղտնի անցումներով։ Նրա մարմինը գտնվեց հաջորդ առավոտ նրա անձնական սենյակում, սառած լուր առանց կյանքի։ Բժիշկները հետագայում հաստատեցին սրտի կանգ։ Նրա սիրտը պարզապես դադարեց աշխատել։ Արդյոք դա բնական մահ էր։ Արդյոք նա հանգստացավ տեսնելով ամբոխը մոտենում։ Արդյոք նա հասկացավ, որ ամեն ինչ կորած է, եւ նրա մարմինը պարզապես հանձնվեց։ Ոչ ոք չգիտե պատասխանները։ Բայց մի բան ակնհայտ է։ Ֆադեյ Սարգսյանի վերջին ժամերը լցված էին բացարձակ մենությամբ։ Մենությամբ, որը գալիս է, երբ դու հասկանում ես, որ բոլորը, ում դու վստահեցիր, քեզ լքել են։ Երբ ամեն ինչ ավարտվեց, երբ Սարգսյանի մարմինը տեղափոխվեց դուրս ապարանքից, երբ նոր իշխանությունը սկսեց քննել նախորդ ռեժիմի հանցագործությունները, պարզվեց, որ 100 ընտանիքից միայն 27-ը մնացին Հին Հայաստանում։ Մնացած 73-ը հեռացան երկրից դեկտեմբերի վերջին 2 շաբաթների ընթացքում։ Նրանք օգտագործեցին այն անցագրերը, որոնք պատրաստված էին տարիներ առաջ։ Օգտագործեցին այն ավտոմեքենաները, որոնք սպասում էին բունկերներում։ Օգտագործեցին այն փողը, որ պահված էր արտասահմանյան բանկերում։ Նրանք անհետացան։ Անհետացան այնպես արագ եւ լուռ, որ երբ նոր իշխանությունը փորձեց գտնել նրանց, գտավ միայն դատարկ տներ եւ փակված հաշիվներ։ 73 ընտանիք, մոտավորապես 310 մարդ անհետացան ինչպես ծուխ քամու մեջ։ Սարգսյանի ընտանիքը ապրեց մի փոքր ավելի երկար։ Նրա կինը մնաց Երևանում եւս 3 ամիս, փորձելով պաշտպանել իրենց ունեցվածքը իրավական մարտերով։ Բայց նոր դատարանները զրկեցին նրանց ամեն ինչից։ Տները, ավտոմեքենաները, բանկային հաշիվները, ամեն ինչ բռնագրավվեց եւ վերադարձվեց պետությանը։ Սարգսյանի 2 որդիները փորձեցին մնալ Հայաստանում, բայց մարդիկ չթողեցին նրանց խաղաղ ապրել։ Նրանք մեղադրվում էին իրենց հոր մեղքերի համար։ Վերջապես նրանք էլ հեռացան։ Գնացին դեպի Ռուսաստան, որտեղ նրանք փորձեցին սկսել նոր կյանք անանուն մարդկանց պես։ Սարգսյանի կինը մեռավ 1996 թվականին։ Մենակ, անտուն, բնական հիվանդությունից։ Ոչ ոք չեկավ նրա հուղարկավորությանը, ոչ ոք չհիշեց նրա անունը։ Նա դարձավ մոռացված, ինչպես նաև նրա ամուսինը։ Բայց դավաճանները վերածվեցին հաղթողների։ Կարեն Աղայանը ապրեց Ժնևում մինչև 1999 թվականը, հարուստ, անվտանգ, հեռու արդարադատությունից։ Նա երբեք չվերադարձավ Հայաստան։ Երբեք չպատասխանեց հարցերի, թե ինչու նա ստեղծեց այդ ցուցակը, ինչու նա ընտրեց հենց այդ 100-ը, ինչու նա ոչնչացրեց ապացույցները։ Նա պարզապես ապրեց իր կյանքը եւ մեռավ հանգիստ, առանց երբևէ զղջալու։ 12 մարդը, ովքեր դավաճանեցին Սարգսյանին, ստացան համատարած ներում նոր իշխանությունից։ Դրանց անունները երբեք չհրապարակվեցին։ Դրանք շարունակեցին ապրել Հայաստանում ինչպես սովորական քաղաքացիներ, ինչպես մարդիկ, ովքեր երբեք չեղան մաս այդ համակարգի։ Արդարությունը։ Ով կարող է ասել, թե ինչ է արդարություն, երբ բոլորը եղան համակիցներ այն համակարգի, որը ստեղծեց այդ ողբերգությունը։ Հայաստանը փոխվեց դանդաղ, ցավոտ, բայց փոխվեց։ Նոր իշխանությունը խոստացավ թափանցիկություն, ժողովրդավարություն, արդարություն։ Բայց տարիներ անց շատ մարդիկ սկսեցին հարցնել. արդյոք իրականում ինչ-որ բան փոխվեց։ Արդյոք այդ 100 ընտանիքների ուժը իրականում ոչնչացվեց, թե նրանք պարզապես փոխեցին իրենց դիմակները եւ վերադարձան նոր դերերով։ Ոմանք ասում են, որ իշխանությունը երբեք չի մահանում, միայն փոխում է իր դեմքը։ Ուրիշներն ասում են, որ այդ ցուցակը դեռ գոյություն ունի ինչ-որտեղ, թաքնված նոր անունների տակ, սпасելով իր հերթին։ Եվ եթե դու հավատում ես պատմության կրկնմանը, եթե դու հավատում ես, որ ոչինչ իսկապես չի փոխվում, ապա գուցե նրանք ճիշտ են։ Գուցե այդ ցուցակը երբեք չմեռավ։ Գուցե այն միայն սպասում է իր վերադարձի։